մյուս ուժերը ցանկանում են Հայաստանին դնել աշխարհաքաղաքական ուրեմն առևտրի զոհասեղանին, որպիսի իրենց օտարերկրյա տերերը նորից միմյանց հետ առևտուր անեն Հայաստանի հաշվին, եւ հետո հայ ժողովրդի ճակատագիրը որպես մանրադրամ շպրտեն Քոչարյանի ոտքերի տակ եւ ասեն վերցրա դու էլ գնա դարձիր Հայաստանի բանը ծայրագավառապետը, դա Քոչարյանը եւ դա է Քոչարյանի ամբողջ քաղաքական բովանդակությունը, ինքը դրանից դուրս չի Քոչարյանը չի կարող նոր բովանդակություն ծնել, որովհետեւ այն բովանդակությունը, որն ինքը ապրել է, այդ բովանդակությունը ինքը ապրել է իր նախագահության 10 տարիների ընթացքում, հասկանում եք, ինքը իր ապրած բովանդակությունը չի կարող հաղթահարել եւ ուրիշ բովանդակություն ստեղծել։ Եվ մենք տեսանք, որ ընդդիմադիր Քոչարյանը նույնքան խայտառակ է, որքան իշխանական Քոչարյանը։ Եվ մենք տեսնում ենք, որ այսօրվա ընդդիմությունը, որը նախկին իշխանությունն է, ինքը որպես ընդդիմություն ավելի եղկելի է, քան թե որպես իշխանություն։ Եվ մենք հիմա տեսնում ենք, որ իրենք հանկարծ, եթե որևէ հրաշքով, չնայած դա հրաշք չի, դա անտի-ուտոպիա կլիներ, Հայաստանում ունենային իշխանություն, իրենք ուղղակի գիտեք, ինչ տեսակ վրեժ պիտի լուծեին առաջին հերթին Հայաստանի ժողովրդից, որովհետև իրենք ատում են Հայաստանի ժողովրդին այն բանի համար, որ ժողովուրդը իր ազատությունը նվաճեց 2018 թվականի հեղափոխությամբ։ Իրենք ատում են Հայաստանի ժողովրդին այն բանի համար, որ ժողովուրդը զրկեց նրանց Հայաստանը թալանելու իրենց ամենասիրելի զբաղմունքից։ Իրենք ատում են Հայաստանի ժողովրդին այն բանի համար, որ ժողովուրդը նրանց զրկեց իշխանությունից, զրկեց այդ ամենօրյա հաճույքներից, զրկեց այդ խնջույքներից, զրկեց այդ ամեն ինչից զրկել է ժողովուրդը նրանց եւ ժողովուրդն է իրենց աչքերում դրա մեղավորը, հետեւաբար եթե իրենք ունենան իշխանություն, ժողովրդից այնպեսի մի վրեժ են լուծելու, որ դա ուղղակի Բարդուղոմեոսյան գիշեր է հիշեցնելու ժամանակակից մոտիվներով։